Նախ ողջունում եմ հարգելի լրագրողներ, շնորհակալություն եմ հայտնում բոլորից հետ, քանի որ մշտապես գտնվել եք մեր կողքին լուսաբանելով մեր ժողովրդի, այսպես ասեմ, խնդիրները, ժողովրդի դեմ առաջ քաշված խնդիրները։ Նախ Սերգո Մուրադյան, Պռոշյան համայնքի բնակիչ, մեր այսօրվա այս նպատակը հավաքվելու այն է, որ մենք ամսի 1-ին ունեցանք խնդիր Պռոշյան ավանում, տրանսպորտի հետ կախված, ներմարզային այս լուծումը ինչ առաջարկել էր կառավարությունը, մենք կանգնել էինք բազմաթիվ խնդիրների առջև և դուրս էին ուզում հանել 25 ամառի երթուղին։ Ուստի մեր պայքարը շարունակվեց, պայքարի ընթացքում ավտոբուսը պահպանվեց, դրանից հետո ամսի 1-ով հանկարծակի առանց որևիցե մեկին տեղյակ պահելու ժողովուրդը հանկարծակի եկավ և 25 ամառի երթուղին մենք ժողովուրդով, որ խնդրել էինք մեր տրանսպորտը պահպանվեր մինչև Պռոշյանի մուտքը գոնե կամարի մոտը, մեզ մերժում էին 300 մետր, 400 մետր այդ հեռավորությունը մերժում էին։ Ամսի 1-ով այդ 300-400 մետր հեռավորությամբ իջեցրեցին ավելի ներքև Վանահովի թաղամասի մոտ։ Ուստի ժողովրդի բորբոքվածությունը հասավ այն աստիճանի, որ մենք պետք է փակեինք կրկին ճանապարհ, այնուհետև երեկոյան ոստիկանությունից համապատասխան մարմինները զանգահարեցին և տեղեկացրեցին, որ առավոտյան ձեզ կընդունի փոխոստիկանապետ Հակոբյանը։ Եվ ես ժողովրդին խնդրեցի, որպեսզի ակցիան դադարեցնենք, քանի որ ես պետք է հանդիպեմ փոխոստիկանապետի հետ և լուծումներ են առաջարկելու ի օգուտ ժողովրդի։ Այնուամենայնիվ հաջորդ օրը երբ հանդիպեցինք փոխոստիկանապետ Հակոբյանի հետ, ես նախ շնորհակալ եմ պարոն Հակոբյանին, քանի որ նա դրական լուծում տվեց մեզ և մեր տրանսպորտը եկավ հասավ Պռոշյանի մուտք։ Բայց հետևյալումն է խոսքը, մենք ոչ թե դժգոհում ենք այս ամեն ինչից, ուղղակի հարգելի լրագրողներ, իլուր Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր մարմիններին ուզում եմ ես կոչս հնչեցնել հետևյալում։ Լուրեր են շրջանառվում, որ Մուլտիտրանս ընկերությունը ցանկանում է խոչընդոտել 25 ամառի երթուղին, որովհետև երևի գիծը ուզում է ամբողջովին իրենով անել, բայց գիտեք ինչ, Պռոշյան ավանը բազմաթիվ բնակչություն ունի, 7000-ից ավել բնակչություն ունեցող և աճող, այսպես ասեմ, գյուղ է, ավան է, ինքը չի կարող մենակ իր 277 տրանսպորտով ապահովել։ Ուղղակի այսօր ես և ընկեր Պետրոսյանը ներկա ենք այստեղ նրա համար, մեր հորդորն ենք և պահանջն ենք ուղղում հղել Մուլտիտրանս ընկերության ներկայացուցիչներին, որ հեռու մնացեք նման բոյկոտներից, այլապես ձեր տրանսպորտը թույլ չի տա պռոշյանցին, որ ներս մտնի Պռոշյան։ Աշխատեք, պռոշյանցին դեմ չի, ձեր 277-ից օգտվում է ամբողջ գյուղը։ Մենաշնորհացման կանեն, այսինքն միայն իրենք գալիս է դրան, հարգելիներս, գալիս է դրան, գիտեք ինչ, մեր Պռոշյան համայնքը կրկնում են, բնակիչները դեմ չեն 277 բայց երբ նրանք շարունակեն մեր հորդորներով իրենց վախերը արթնացնեն 25 ամառի երթուղու հետ կախված, համոզված եղեք, գյուղը կրկին ավելի մեծ բուռն ոտքի կկանգնի և կարգելի մուտքը 277 տրանսպորտի։ Դուք ասել եք, որ վախեցնում է վարորդներին, Մուլտիտրանսի ներկայացուցիչները վախեցնում են գիտեք ինչ, դա չեմ կարող այս պահին, գիտեք ինչ որ ես տվյալ չունեմ կոնկրետ ինչ որ
Գիտեք ինչ, հարգելիներս, բոլորս է գիտենք, եթե նման լուրերը կա, հենց այնպես լուրերը չեն լինում։ Ինչ կարգի լուր է։ Լուրերը, որ սպառնում են, վարորդներին զանգարում են, հեռախոսներ են փոխանցում, հեռու մնացեք, գիտեք ինչ։ Ես ուղղակի այժմ հարգելի մուլտիտրանս կրկին անգամ Պրոշյան համայնքի բնակիչների անունից հորդորում եւ խնդրած կլինենք մենք նաեւ ձեզ։ Աշխատեք, ձեզ ոչ մեկ չի խոչընդոտում։ Եկեք Պրոշյան համայնք, վայելեք հարգանք, այլ ոչ թե ձեր կոպտություններով ցանկանաք ինչ որ առաջ անցնել։ Չի լինի նման բան։ Պրոշյանցին երբեք թույլ չի տա։ Բայց երբ հանդիպեցիք փոխոստիկանապետին, այդ Փոխոստիկանապետին, այո, բոլորին տեղյակ պահված է այդ ամենը, փոխոստիկանապետը մեզ վստահեցրել է եւ ասել է, որ 25 համարի ավտոբուսը ձեր ցանկացած ժողովրդի պահանջով հասնում է մուտք։ Դուք ուրիշ բողոք ունեք, ասենք ոչ։ Միայն չխոչընդոտեն մեզ, չխոչընդոտեք 25 համարի երթուղուն, որպեսզի նորմալ գործի 25 համարը։ Այո, գալիս է, նորմալ մուտք է գործում, ուղղակի ես ձեզ ասեմ, 25 համարի երթուղու հետ կախված 25 համարը, երբ որ բերել էինք երթուղին, կանգնեցրել էինք կամարի տակը, չի մտեք գյուղ, ընդամենը կամարի տակ, ճանապարհի վրա, այնտեղ Քասախի բնակիչներից եղել էին նկարահանումներ, ցանցով տարածել էին եւ բոյկոտ էին ուզում իրականացնել, ասելով, որ Պրոշյանի հարցը լուծվել է, մերն էլ պետք է լուծվի նմանատիպ բողոքներով, բայց այնինչ մեր մուտքը սկսում է հենց կամարի մոտից, Քասախի մուտքը սկսում է ներքևից, բան չունեմ ասելու, հարգելի լրագրողներ, ես այսօր նայեք, ինչքան է մեր մուտքի մոտ է հասել, բայց Պրոշյան համայնքի բնակչությունը, ներքևի բնակչությունը մոտ կիլոմետր ու կեսից ավել ճանապարհ ոտքով անցնում է, որ հասնի 25 համարին։ Դա շատ բարդությունների է առաջ քաշում։ Նույնը քասախցիներին է, որ իրենք այդ դիքը բարձանալն են իրենց համար խոչընդոտ, բայց մենք երբեք իմուքոն չենք արել։ Մի քիչ տգեղ է ստացվում այս ամենը, Քասախի հետ կախված այսօր իրենք նույնպես պետք է բոյկոտ անեին, բայց դա չեղավ։ Ընդ ոնց որ մարզպետի հետ իմ իմանալով մարզպետի հետ հանդիպում է կայացվել, երեկոյան իմ իմացած տվյալներով մուլտիտրանսը հայտարարություն է տարածել, որ գյուղի բնակչությանը անվճար կիչացնի շոշի տակից անվճար կբարձրացնի դեպի Քասախի մեջ։ Դրա համար գյուղացիները մի քիչ ոնց որ ոտները կախեն գցե, բայց պետք է հանդիպեն այսօր մարզպետի էլի ինչ-որ պատկան մարմինների հետ, որ հրավոր պատասխան ստանան։ Խնդիրը ուղղակի մեր հորդորը, որ այո, մեզ չխոչընդոտեն, թող իրենք էլ աշխատեն, 25 համարն էլ աշխատի, ոչ մի։ Մենք էլ, այո, եթե մեր 25 համարը այսպես մնա, մենք ոչ մի խնդիր չունենք։ Մենք ես կրկնում եմ, շնորհակալ եմ պարոն Հակոբյանին, մեր փոխոստիկանապետին, որ մեր ժողովրդի խնդրանքը չմերժեց, քանի որ իրոք հարգելի լրագրողներ, քանի որ վերջի կանգար կայանելը համարում էին պաշտպանության նախարարության մուտքի մոտը, անհնար էր այնտեղից ոտքով հասնել Պրոշյանի մեջ, քանի որ ոչ մայթեզր կա, ոչ հնարավորություն կար, ժողովրդին անընդհատ անընդմեջ վտանգներ էր սպառնում, որտեվ արագընթաց տրասա է դա, չէր կարող այդպես լինել։ Այո, գալիս է 25 համարը գալիս է մուտքի մոտ։ Մենք եթե առանց խոչընդոտների պահպանվի մեր 25 համարը, Պրոշյան համայնքը ոչ մի բողոք չի ունենակ թե կառավարության, թե ինչ որ մեկի հետ։ Միայն մեր հորդորը այն է մուլտիտրանս։ Դու էլ աշխատի, 25 համարն էլ աշխատի։ Կառավարության մոտ եք եկել, Քանիսը բողոք են։ Խնդրեմ ընկեր